Սիրված երգիչ Թաթա Սիմոնյանը, Ալբերտ Ալբերտի Սիմոնյան, շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել ինչպես բեմում, այնպես էլ սոցիալական հարթակներում։ Նա Ինստագրամի իր էջում ցավակցական գրառում է արել քաղաքական գործիչ, հայտնի գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին, վերջինիս հոր մահվան կապակցությամբ։ Ցավակցում եմ Ծառուկյան ընտանիքին հարգարժան Նիկոլայ Ծառուկյանի մահվան կապակցությամբ, գրել է Թաթան։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին 96 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գագիկ Ծառուկյանի հայրը։ Կոլյա Նիկոլայ Ծառուկյանը լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Հոգեհանգիստը կայացել է հոկտեմբերի 21-ին ժամը 18:00-ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Նշենք, որ վերջերս Թաթա Սիմոնյանը եղել էր Ամալիա Հովհաննիսյանի հեղինակային Life-room հաղորդման հյուրը։ Երգիչը, ով հազվադեպ է հարցազրույցների մասնակցում, այս անգամ բացահայտ էր և անկեղծ։ Star News-ը սիրով ներկայացնում է բացառիկ զրույցից մի փոքր հատված։ 2018 թվականին Թաթա Սիմոնյանը երգ թողարկեց, որը շատ անսպասելի էր, քանի որ նա միշտ զերծ էր մնացել ինչ-որ կարծիք ասելուց, որն ուղղակի կամ անուղղակի կառընչվեր քաղաքականությանը։ Եթե այդպիսի երանգ են տվել երգին, ոչինչ չունեմ ասելու։ Ես պատասխանատու եմ արածիս համար, քաղաքականությունից հեռու եմ, բայց չեմ կարող չունենալ կարծիքս։ Միայն գովերգել եմ հեղափոխությունը։ Իմ կարծիքով, եթե ժողովուրդն այդ թափով ոտքի էր կանգնել, չէի կարող լռել։ Եղել է միայն ժողովրդի գովքը, որ կարողացավ միահամուռ լինել և մի բռունցք դարձավ։ Թաթա Սիմոնյանի ընտանիքը 32 տարեկան է։ Ինչպես է կարողացել պահել ամուր հիմքերի վրա։ Մենք դժվարություններ ենք ունեցել, մեր երեխային սպասել ենք 13 տարի։ Եվ այդ 13 տարին կարողացել ենք համատեղել մեր կյանքը։ Արդեն մնացած տարիները, երբ մեր երեխան ծնվեց, ավելի հեշտ էին։ Դժվար էր, գնում էինք բժիշկի, լուսահոգի Գեորգի Միջի մոտ ենք գնացել առաջին անգամ և ինքը մեզ հուսադրեց։ Հետո ունեցանք մեծ ավետիսը, որ մենք պետք է երեխա ունենանք ու աղջիկ։ Ես գտնվում էի Միացյալ Նահանգներում, լույսը բացվում էր, զանգում էի Գոհար գնա մի հատ բժշկի էխոյի։ Ասում էր աղջիկ կա, ես ճամպրուկներով վարդագույնի մեջ շորեր էի գնել։ Հետո ծնվեց մեր տղան և իր մինչև 1 տարեկանի բոլոր շորերը վարդագույն էին։ Դրամատիզմը շատ էր, մենք պայմանավորվեցինք, որ երեխան ծնվի նույն օրը, որ օրը ես պիտի գամ Միացյալ Նահանգներից։ Ես իջա օդանավակայան և ասեցին, որ երեխան արդեն ծնվել է։ Ասեցին աչքդ լույս, բայց գիտես ինչ ա ծնվել։ Իմացա տղա ա ու կատակեցի, բա այսքան աղջկա շորերն ինչ եմ անելու։ Ես շատ ուրախ էի և արդեն ընդունել էի Աստծուց այդ պարգևը, սակայն հարյուրապատիկ և հազարապատիկ եղավ ուրախությունս, որ պարզվեց սխալմունք է եղել և ունեցանք արու զավակ։ Թաթայի հայրը ավտովթարից մահացել է, երբ նա դեռ 1 ամսական չի եղել։ Ես 25 օրեկան էի, բայց ավելի ցավալի է, որ ինքը 24 տարեկան էր։ Հիմա, որ հետ եմ նայում պատկերացնում, 24 տարեկանը երեխա է իմ համար։ Տատիկս է ապրել այդ ամենը և մինչև իր կյանքի վերջը սգում էր իր զավակի մահը։ Ես հետագայում գիտակցել եմ այդ ցավը, 5 տարեկանում այլ կերպ, 10-ում այլ կերպ, 18-ում 20-ում այլ։ Հորս կորուստն ապրել եմ իմ ամբողջ տարիների ընթացքում, երբ որ գիտակցել եմ։ Թաթա Սիմոնյանի անձնագրային անունը Ալբերտ է, հոր անունով, սակայն մայրն իրեն Թաթա է կոչել և նա ասել է, որ այդպես էլ Ալբերտ չդարձավ։ Ալբերտը մի տեսակ այլ է հնչում, Թաթան ինձ ավելի է սազում։ Ես իմ ամբողջ ճակատագրով ավելի Թաթայի նման եմ, քան Ալբերտի։ Թաթան էլ իմիջիայլոց անուն չի, մամաս տենց ասել է ուղղակի։ Անունս 4 տառ ունի, այն էլ 2-ը կրկնվում է։ Բայց ինձ լրիվ բավականացնում է, մտերիմներս վերջերս անել են խզել ու ինձ Թաթ են ասում։ Մեկ-մեկ հավատում եմ, որ անունը ճակատագիր է փոխում։ Եթե տղա ունենա, անունը ուզենա դնել Ալբերտ, ես կտրականապես դեմ կլինեմ։
Պապաս թող ինձանից չնեղանա, Աստված իրա հոգին լուսավորի, ոչ մի անձնական բան, բայց չեմ կարծում, որ այդ անունը լավ ա եկել մեր ընտանիքի վրա։ Թաթա Սիմոնյանին մեծացրել է տատիկը, ինչ պատմեց նա այս մասին։ Տատիկիս հետ է անցել մանկությունս, մայրիկը շատ երիտասարդ էր, վերադարձել է իր ծնողների տուն։ Դրա համար ես ունեցել եմ 2 բակ, որտեղ մեծացել եմ։ Ոնց են կիրակնօրյա հայրիկները կամ մայրիկները լինում։ Մայրիկս տատիկիս մոտից ինձ վերցնում էր հանգստյան օրերին։ Խոսեց նաև Ռաբիզի մասին։ Ես երբեմն շատ եմ ցավում, որ իմ ասածը ընկալվելու է ուղղակի, որպես սովորական մի հայ Ռաբիզ երգչի ասած։ Դրա համար ոչ էլ շատ բաներ ինձ թույլ եմ տալիս խոսել։ Կտրականապես դեմ եմ, որ Ռաբիզի դեմ պայքարում են։ Երաժշտությունը չունի սահմաններ։ Լինելով բարձր վարձատրվող երգիչներից մեկը և հայկական շուկայում առաջիններից էր, որ բավականին բարձր աշխատավարձ էր սահմանել իր համար, անգամ նա մի առիթով նշել է, որ նույնիսկ իր պրոդյուսերը՝ Գրիգոր Նազարյանը չէր հավատում, որ կվճարեն այդքան։ Հա, սկզբից իրեն եմ համոզել, ասում էին՝ արա, Թաթ ջան, էս ինչ ես ասում։ Ով կտա տենց փողեր, ասում էի պիտի տան, որովհետև ես այսքան տալիս եմ իրենց։ Բարով երկրորդ հարկում ծաղ տեսել էիր, որ աճի։ Արես ինչ։ Ինչ գրուպ արա։ Ինչ գրուպի երևի անդա։ Հա? Գրուպի ա։ Գրուպի? Խելոք աճ։ Իմ արջը, ինքը արջը, արջն է։ Ինչ խելոք։ Արես ինչ։ Ինչ գրուպի արա։ Ինչ գրուպի երևի անդա։ Հա? Գրուպի ա։ Գրուպի? Խելոք աճ։ Իմ արջը, ինքը արջն է։ Ինչ